Քաղաքացիական լրագրության հենց ալտերնատիվ տարբերակն է, որտեղ կարող ես գրել ինչ ուզում ես, ինքս Զարթոնքի մրցույթին մասնակցեցի լուսանկարելով իմ դպրոցի հետևում գտնվող աղբանոցը, որտեղ տեսել էի, թե ինչպես էին կովեր արածում, ու ես ուղղակի այդ պատկերի դիմաց կանգնել էի մի քանի րոպե առանց իմանալու, թե ինչ անեմ, որովհետև կովեր աղբանոցում հետո մտածում էի, որ պետք է երեխաները այդ կաթը խմեն, դրանից, չգիտեմ, միսը օգտագործեն ու միանգամից լուսանկարեցի ու գնացի արագ այդ նյութը գրեցի, ու այդ աղբանոցում արդեն 2 տարի ես կովեր չեմ տեսել։ Հենց հասարակական լրագրությամբ պետք է մարդկանց մտածելակերպն էլ փոխել, շատ դեպքերում մարդիկ չեն գիտակցում, որ կա այդ խնդիրը, եթե դու աշմանդամ չես կարող ես չզգալ, որ օրինակ հարմարեցված չանվաս այլակների համար։ Հասկացա, որ ինֆորմացիան կարող է փոխել հասարակության կարծիքը, տեսնելով, որ ինֆորմացիան 21-րդ դարի մեծ ուժն է ու զենքն է, կարող ենք փոխել ու այդ փորձն ունենալով մենք որոշեցինք հենց դա օգտագործել ու իրազեկ լինելով, իրազեկել մյուսներին ու լայնացնել այդ օղակները։ Զարթոնքությունի հայտարարած մրցույթից հետո մրցանակակիր աշխատանքները եւ դրանց հեղինակները հրավիրվեցին մրցանակաբաշխության, որի արդյունքում որոշվեց ստեղծել հենց երիտասարդ լրագրողների ակումբ, որում կաշխատեն երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են համայնքային խնդիրներով եւ ցանկանում են լուծել այդ խնդիրները։ Մենք ստեղծեցինք առցանց ակումբը եւ մի քանի օր անց արդեն սկսեցինք աշխատանքները եւ ծրագրերը։ Առաջին մրցույթը ինձ էլ գրիչ տվեք ծրագիրներ, մրցույթներ, մի քիչ դժվար էր մեզ համար, որովհետև առաջինն էր ու մի տեսակ կաշկանդվածություն էինք զգում, վախ մեր մեջ ու սկսեցինք այցելությունները, այդ ծրագրի շրջանակներում պիտի այցելեինք մարզերի դպրոցներ ու այնտեղ հանդիպումներ ունենայինք։ Մենք ցանկանում ենք այդ սեմինարների միջոցով բարձրացնել իրենց տեղեկացվածությունը լրագրության եւ հատկապես հասարակական լրագրության բլոգինգի վերաբերյալ ու ունենալով որոշակի հմտություններ մարզերի երիտասարդները կարող էին իրանք էլ ունենալ իրենց բլոգները, լուսաբանել իրենց խնդիրները եւ ինչու՞ չէ նաեւ լուծումներ ստանալ այդ խնդիրների համար։ Սկզբում ոչ մեկ այդքան լուրջ չէր վերաբերվում մեզ, որովհետև, ասենք, մեր տարիքին նայելով, վայ, ոնց կլինի 15-16 տարեկան պատանիները, երիտասարդները մեզ եկել ինչ-որ բաներ են սովորեցնում։ Հետո արդեն ամեն ինչ այլ կերպ փոխվեց, շատ տեղերում, որ ասում ենք ինչ խնդիրներ ունենք, իրենք մի պահ ոնց որ կանգ են առնում, մենք ինչ խնդիրներ ունենք։ Բայց հենց ասենք օրինակ ես բերում, ենթադրենք դուք ձեր դպրոցի վիճակը լավը չէ, ճանապարհները լավը չէ, փորձում են ամեն կերպ այնպես անել, որ այդ խնդիրները ինչ-որ չափով լուծվեն։ Որտեղ դասարանում էինք, շատ ցուրտ էր ու հատակը քանդված էր, ես ասում եմ, տեսեք, հենց հիմա հատակը քանդված է, դուք ասում եք խնդիրներ չունեմ, ու դրանից հետո իրանք էլ ոնց որ սկսեցին արդեն խոսել, պատմել, թե ինչ խնդիրներ ունեն ու զարմանում էին, թե ոնց կարող են իրենք լուծել իրենց խնդիրները։ Եվ մենք պատմեցինք մի քանի մեր արած մինչև այդ կամավորական աշխատանքների մասին ու ոնց մի քիչ ոգևորվեցին ու սկսեցին հավատալ արդեն իրենց ուժերին։ Եղան դպրոցներ, որտեղ ուսուցիչներից սկսած բոլորը մտածում էին, որ մենք եկել ենք ինտերնետը տարածելու, չգիտեմ, այդ սոցկայքերի գովազդն ենք անում, այսպես, ու
Հիմա մի քիչ արդեն ուրիշ է, արդեն գիտեն բլոգն ինչ է, արդեն գիտեն իրենց խնդիրները ոնց կարող են վերհանել, բարձրաձայնել։ Մենք ունենում ենք սեմինարներ, մեր սեմինարները վարում է հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, հիմնականում ՏՏ ոլորտի հետ կապված, եւ ունեցել ենք սեմինար Արցախում, Ջավախքում։ Ունենք նաև վիդեոների մրցույթ, համայնքի երիտասարդ ձայն, այդպես էր կոչվում, ու այդ մրցույթի շրջանակներում պիտի պատանիները, երիտասարդները վիդեոներ նկարեին իրենց համայնքի խնդիրների վերաբերյալ, ու այդ խնդիրներից շատ շոշափվողը աղբահանության խնդիրն էր, որ ամենտեղ աղբահանության խնդիր կա, ու գետերի աղտոտվածություն, իրենց գյուղի, քաղաքի աղտոտվածություն եւ այլն, եւ այդ մրցույթի շրջանակներում էլ այդ նկարներով, վիդեոներով, տարբեր խմբերով արդեն սկսեցին աշխատել այդ աղբահանության խնդրի եւ այլնի վերաբերյալ։ Մարզի երիտասարդները հիմնականում տարբերվում են օրինակ քաղաքի երիտասարդներից շատ փակ լինելով, սկզբում փակ ու վախեցած են լինում ու ավելի քիչ են տեղյակ, շատերի համար ինտերնետը սահմանափակվում էր որոշ սոցիալական կայքերով, որտեղ միայն շփվում էին ընկերների հետ ու խաղեր խաղում ինչու՞ չէ, բայց նույնիսկ Լճաշենի դպրոցում, երբ մենք պատմում ենք, որ կարելի օրինակ բացել բլոգ, գրել, գրքեր գտնել, կարդալ, սկզբում զարմանում էին, ինչի ինտերնետը միայն одноклассники չի, ուրիշ բաներ էլ կարող են կանել ու այդքան բաներ, ու նույնիսկ դպրոցի տնօրեններ, դասատուներ համարում էին, որ երեխեքը չպիտի չօգտագործեն ինտերնետ, երեխեքը պիտի գիրք կարդան, ու մենք փորձում էինք իրենց էլ հասկացնել, որ կարելի է նույն գիրքը կարդալ համացանցով, գրել գրքի մասին քո կարծիքը, ու նաև տեխնիկան օգտագործելու քիչ հնարավորություններ ունեն, ու լրագրողական խմբերը, որոնք բոլոր մարզերում ստեղծեցինք, մենք նվիրեցինք նետբուքեր, եւ նետբուքերի միջոցով արդեն իրենք կարող էին աշխատել մեզ հետ, օնլայն աշխատել։ Ամենքն իրենց մարզում ստեղծեցին այդ լրագրողական ակումբները, ավելի բարձրացավ իրենց տեղեկացվածությունը հենց խնդիրներից, հենց իրենց համայնքից, ինչպես նաև իրավունքի հասկացողությունը, թե ինչ իրավունքներ ունի երիտասարդը, դպրոցականը եւ ինչպես կարող են դրանք օգտագործել, ու մարզերում իրենք լուծեցին մի շարք խնդիրներ դիմելով հենց գյուղապետին, օրինակ հենց աղբահանության խնդիր են լուծել։ Եղել է նաև, որ իրենք էլ են աշխատել այդ խնդիրը լուծելու համար, ինչ որ մեկին չեն դիմել, ուղղակի սկսել են մաքրել այդ աղբը։ Ինչպես ասում են, ընկերները ճանապարհին են երևում, ու կտրելով sense ճանապարհ մի խմբով, բնականաբար մտերմանում ես խմբի անդամների հետ, ու դրանից հետո մենք դարձել ենք լավ ընկերներ, ու ոչ միայն ծրագրերի շուրջ ենք համախմբվում ծրագիր գրելու, այլև միասին ժամանակ անցկացնելու։ Մենք էլ ենք զգում, որ փոխվել ենք ու կատարելագործվել։ Ու ստացվում է, որ անում ենք ոչ միայն մարզերի երիտասարդների համար, որպեսզի իրանք բարձրաձայնեն իրենց խնդիրները ու լուծեն, այլև մեր համար, ու մենք ունենալով այս փորձը ավելի զարգանում ենք ու կարող ենք ավելի մեծ քայլերով առաջ գնալ։ Ես կարող եմ ասել, որ ճանապարհին ենք մենք մտերմացել, թեև մենք շատ տարբեր ենք ու թե ճաշակներով, թե բնավորությամբ տարբերվում ենք, բայց մեզ կապել է առաջին հերթին այն, որ մենք անտարբեր չենք մեր շրջակա միջավայրի շրջապատի հանդեպ։ Եթե լուծվում է, ասենք, համայնքի ինչ-որ խնդիր, չի շահում մենակ խնդրի մասին բարձրաձայնողն ու խնդիրը լուծել փորձող, այլ շահում է ամբողջ համայնքը։ Այս քաղաքացիական աշխատանքները մեզ սովորեցնում են, որ չէ, պետք չի էլի այդքան ֆիքսվել վատի վրա, համախմբվածություն է առաջացնում ու դառնալով իսկական քաղաքացի,
այդ մի քանի քաղաքացիներ արդեն աշխատում են այն մյուս մարդկանց վրա ու ստեղծում են էլի իրենց այդ միտումներով, իրենց այդ մտքերով ձևավորում են մյուս քաղաքացիներին ու այդպես ընդլայնվում են։ Ես դեռ փոքր տարիքից երազում էի ինչ-որ փոփոխություններ անել հասարակության մեջ, որ այն ավելի լավը դառնա, բայց հասկանում էի, որ միայնակ ոչինչ բան չեմ կարող անել։ Նույնիսկ եթե դու միայնակ սկսես աղբը հավաքել, էլի աղթոտողները ավելի շատ են, բայց հետո այս ծրագրի ընթացքում տեսա, որ ինձ մտածող երիտասարդները շատ են ու միավորվելով մենք կարող ենք իրոք լինել այդ փոփոխությունը, որը մենք ուզում ենք ու եղանք։ Դեռ շատ բան չենք արել, բայց միավորվելով մենք հասկացանք, որ ոչ թե անհնար, այլ ավելի քիչ դժվար է դառնում ու ավելի իրականությանը մոտ։